Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վահե Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Երևանում շնչել չի լինում։ Ամեն տարի ուշ աշնանն ու ձմռանը մայրաքաղաքը գյուղական բնակավայր է հիշեցնում։ Նկատի ունեմ փաստը, որ շատերը տները տաքացնում են փայտի վարարաններով։ Ու եթե հավելում ենք տերևների համատարած այրման դեպքերը, պարզ է դառնում, թե ինչու է Երևանի վրա թունդ ծուղ կապել։ Վերջին օրերին խնդրի մասին խոսեցին նաև պատասխանատուները։ Երևանի քաղաքապետարանից հայտարարեցին, թե բակերում տերևների եւ աղբի վերամշակման փոքրիկ գործարաններ հիմնելով մարդիկ առաջին հերթին թունավորում են իրենց ու իրենց երեխաներին, առողջապահության նախարարությունը ներկայացրեց տերևների այրման հետևանքով առաջացող խարողչական այլ վտանգները, շրջակա միջավայրի նախարարությունն էլ հիշեցրեց, որ տերևաթափից առաջացած թափոնների այրումը արգելված է օրենքով։ Խախտման դեպքում քաղաքացիների համար տուգանք է սահմանված 50,000, պաշտոնատար անձանց դեպքում 200,000 դրամ։ Մյուս մեծ խնդիրը օդում փոշու բարձր մակարդակն է։ Քաղաքապետարանում հայտարարում են, թե շինհրապարակների թերի կազմակերպման համար վարչական իրավախախտման ավելի քան 300 արձանագրություն է կազմվել։ Բայց եթե շինկազմակերպությունները թքած ունեն մարդկանց առողջության, սեփական գործարար համբավի վրա, կարծում եմ պետք է ավելի խիստ մեխանիզմ կիրառել, կասեցնել շինթույլտվությունը, պարտադրելով վերացնել խախտումները։ Քաղաքապետարանի պաշտոնյաները ճիշտ կանեն, եթե փոշեկլանիչ ցանցերից զատ ուշադրություն դարձնեն շինհրապարակների ելումուտին ու կտեսնեին, որ բեռնատարները հսկայական փոշի են բարձրացնում։ Զարգացած երկրներում շինհրապարակներում ջրցան մեքենաներ են աշխատում, տարածքից դուրս եկող մեքենաները լվացվում են, մեզ մոտ խայտառակ պատկեր է։ Լավ, մտահոգվեցինք, բարկացանք, մեղավորներին անարգանքի սյանը գամեցինք, հետո օրինակ ով չգիտի, որ օդի աղտոտվածության պատճառներից են մայրաքաղաքի անտանելի խցանումները։ Իսկ ինչ է արվում այս ուղղությամբ։ Գրեթե ոչինչ։ Այ երբ մարդիկ գերադասեն մեքենան բակում թողնել ու աշխատանքի գնալ տրանսպորտով, կասենք իրավասուները լուծել են խնդիրը։ Այլ լուծում չկա։ Ինչպես օրինակ ժամանակին լուծում չէինք համարում կենտրոնը բեռնաթափելու հիմնավորմամբ ավտոկայանատեղիների վճարի շեշտակի բարձրացումը։ Կյանքը ցույց տվեց, որ հիմա էլ կենտրոնում կայանատեղի գտնելը զուր ջանքեր շարքից է։ Օդի աղտոտվածության եւ դրա հետևանքների մասին զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի հետ։ Բոլորը գլխապտույտում են Երևան, նկատել եք։ Գրեթե ամեն օր հատկապես փոշով գերազանցում ենք ունենում։ Շտապօգնության ծառայության դեպքերն են ավելանում։ Աղտոտվածության բարձր մակարդակը կարող է նպաստել որոշակի հիվանդությունների զարգացմանը։ Որևէ մի կույտ տերևների այրվեց ժամերով այդ տոքսինները մնում են օդում։ Մեկ անգամից մինչև 3-4 անգամ գերազանցում ենք ունեցել։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկա ժամանակահատվածում գրանցվել է 9253 հրդեհ։ Ամեն տարի աշնան վերջին եւ ձմռանը մայրաքաղաքը ծխի մեջ խեղդվում է։ Դրա հիմնական պատճառներն են տերևների այրումն ու բնակարանների ջեռուցումը փայտի վառարաններով։ Ինչպես լուծել այս խնդիրը։ Դուք թվարկեցիք բոլոր այն աղբյուրները, որոնք պատասխանատու են այդ ամեն ինչի համար, բայց իրականում սեզոնային այս սրացումները կախված են բնական խնդիրների հետ, այսինքն դրանք միայն այդ բոլոր երևույթները Երևանում միշտ կան, ուղղակի մենք տեսնում ենք, որովհետև հիմա մենք ջերմային ինվերսիայի մեջ ենք, այսինքն սառը օդը ծանրացել է կատլավինայի տեսք ունեցող քաղաքում եւ դրա համար աղտոտիչները մնում են եւ օդափոխություն տեղի չի ունենում քաղաքում։ Դրա համար մեր բոլորս զգում ենք եւ տեսնում ենք այն աղտոտիչները, որոնք կլոր տարի մեր հետ ապրում են, ուղղակի մենք միշտ չի որ իրանց նկատում ենք։ Նվազեցնելու համար ռիսկը մենք պետք է ուրեմն աղտոտման աղբյուրները վերացնենք, բայց աղտոտման խնդիրները միայն Երևանում չեն, ամբողջ աշխարհում, աշխարհի բնակչության 56-ից 58% ապրում է քաղաքային տարածքներում։ Դա եթե բացարձակ թվերով ասենք, ապա 4 միլիարդ մարդու մասին է խոսքը։ Եթե գանք Երևանի համար, ապա մենք երբ որ խոսում ենք անվտանգության մասին, ապա խոսում ենք Հայաստանի բնակչության 34-ից 37%-ի անվտանգության մասին։ Դրա համար մենք պետք է լուրջ վերանայենք աղտոտման աղբյուրների այն ցանկը, որ մենք ունենք Երևանում։
Բնակչության որ խմբերն են առավել խոցելի եւ ամիսներ շարունակ օդում արկա ծուխը, ինչպիսի վնաս է հասցնում առողջությանը։ Մթնոլորտային օդի աղտոտումը վերաբերում է բոլորիս, մենք չենք կարող չշնչել։ Հասարակության խոցելի խմբերը ընդհանրապես երեխաները, ծերերը, հղիներն են, հա, ինչու եւ հատկապես մթնոլորտի աղտոտման շրջակա միջավայրի մնացած կոմպոնենտների աղտոտման վերաբերյալ խոսելիս երեխաներին են նշում բոլորը, նաեւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի քանի պատճառներ, որտեղ երեխաները ունեն դեռևս լիովին ձևավորված իմունային համակարգ, դրանով նրանք ավելի խոցելի են արտաքին ազդակների նկատմամբ, մոբիլ չեն, այսինքն հիմնականում ապրում են մեկ տեղում, հաճախում են նույնտեղ դպրոց մանկապարտեզ եւ եթե իրանք ապրում են էկոլոգիական որոշակի պրեսի տակ, ապա իրանք օրվա ամբողջ մասը այդ տարածքում են։ Եվ իհարկե խոցելի խմբերից են նաեւ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց վրա օդի աղտոտումը նաեւ այս կլիմայական պայմաններում եւ այս ջերմային ինվերսիայի պարագայում ուղղակի ազդեցություն ունի, հատկապես սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ։ Շրջակա միջավայրի որակը ընդհանրապես քրոնիկ ուրեմն հիվանդությունների սրման պատճառ կարող են դառնալ եւ ոնց որ promoter, այսինքն ուրեմն զարգացող, ավելի զարգացնող։ Շինհրապարակների թերի կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանն այս տարի կազմել է վարչական իրավախախտման ավելի քան 300 արձանագրություն։ Մի շարք շինկազմակերպություններ սակայն շարունակում են խախտումներ թույլ տալ։ Օդում փոշու մակարդակի վերաբերյալ ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվում եւ ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը։ Ցուցանիշների մասին պետք է ասեմ, որ Երևանի մասով շատ գովելի է, որ այդ բոլոր տվյալները բաց դրած են, այսինքն ցանկացած մեկը յուրաքանչյուրը կարող է համապատասխան կայքից ստանա այդ տեղեկատվությունը եւ տեսնի, թե մենք ինչ օդ ենք շնչում։ Խնդիրը այդ թիրախավորված չափումները եւ բաները չեն, հա, ցուցանիշները չեն։ Խնդիրը այն է, որ ամեն տարի ձմեռ է գալու Երևանում եւ ոչ միայն Երևանում, այլ Հայաստանում։ Եվ ամեն տարի ինչպես ձյունը, այնպես էլ այս սմոգը մեր մոտ գալիս է անսպասելի։ Հիմա պետք է հասկանալ ոնց ենք մենք պատրաստվում այս ջերմային ինվերսիայի սմոգերին։ Որովհետև գիտենք, որ այո, նաև թույլատրելի սահմանային կոնցենտրացիաները գերազանցող պարունակությունները որեր ենք ունենալու, ժամեր ենք ունենալու։ Մտահոգիչ են։ Ինձ թվում է, եթե սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցումներ ունենք, ապա արդեն պետք է մտահոգվենք։ Ինչ ենք անում դրա համար։ Դրա պատասխանը ես չունեմ։ Կարող է լինել, որ վաղ նախազգուշացնում ենք բնակչությանը, նախազգուշացնում ենք ինչ պետք է անենք։ Սահմանափակում ենք օրինակ տրանսպորտային հոսքերը Երևանում, եթե ունեն գործող արդյունաբերական կենտրոններ, շինարարություններ, ապա պետք է գոնե հրաման գնա, որ բոլորը դադարեցնեն իրենց աշխատանքները, որպեսզի կարողանանք օդի մակարդակը հասցնել այլ մակարդակի, որը առողջության համար վտանգավոր չլինի, եւ հետո նորից կամաց-կամաց քաղաքը արթնանա։ Վերջին տարիներին տրանսպորտային միջոցների թվի աճը, ինչպես նաև շինարարության պայմանավորված մայրաքաղաքում բեռնատար մեքենաների ավելացումը ինչպիսի վնաս են հասցնում մթնոլորտին։ Այո, դրանք իրանց հայտնի ազդեցությունները ունենում են, հա, երբ որ դուք անձեն աչքով կարող եք տեսնել, որ ոչ պատշաճ ծածկված շին աղբ կամ ավազ տեղափոխող մեքենաները ինչ ազդեցություն կարող են ունենալ, հա, օրինակ, չգիտեմ, փոշի տարածեն իրանց ոչ պատշաճ լվացված մեքենաները իրենց հետ տեղափոխեն տարբեր աղտոտիչներ, այդ թվում նաև փոշի։ Ուղղակի փոշին, նորից եմ կրկնում, բոլորիս համար տեսանելի է։ Դրա համար մենք իրենից ենք խոսում, բայց փոշին ոչ միայն ինքն աղտոտիչ է, բայց նաև ինքը իր մեջ կրում է եւ տեղափոխող է այլ աղտոտիչների։ Դրա համար մենք խնդիր ունենք նաև հասկանալու ոչ միայն փոշին ինքը իրանով, այդպես հավաքական, որ չգիտես ինչի մասին ենք խոսում, այլ նաև նրա ուրեմն չափերի հետ կապված խնդիրները եւ նաև քիմիական կազմը։ Երևանում վերջին տարիներին իրականացված ծառահատումները լայն քննադատության արժանացան, որքան հիմնավոր էին դրանք եւ ինչպիսի մեխանիզմով պետք է հին ծառերը փոխարինել նորերով էկոլոգիական խնդիրներից խուսափելու համար։ Երբ որ մենք խոսում ենք Երևանի լանդշաֆտի մասին բնական, մենք պետք է հասկանանք, որ մենք տեղադրված ենք կիսաանապատային եւ չոր տափաստանային գոտում, տարբեր հա տերասաներով սենց ասած, որտեղ կանաչապատումը պետք է լինի շատ գրագետ եւ զգուշ, ելնելով այդ բնական պայմաններից, այսինքն ծառատեսակները եւ բուսատեսակները պետք է այդ պայմաններին հարմարված լինեն, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք, որ Երևանը երկար տարիներ գիտության մեջ, գիտական գրականության մեջ նկարագրվում է որպես կենսաերկրաքիմիական անթրոպոգեն միավոր Մարս, այսինքն որտեղ
մարդածին գործոնները գերակշռող են դարել քիմիական կազմի որոշման համար։ Եվ այդ բուսատեսակները պետք է նաև դիմակայուն լինեն այդ էկոլոգիական ծանրաբեռնվածությունը եւ ստրեսին։ Դրա համար դուք շատ հաճախ կտեսնեք, որ ծառապատման, կանաչապատման մեջ օգտագործում են այնպիսի տեսակներ, որոնք օրինակ տնկելուց մի քանի շաբաթ հետո լավագույն դեպքում ունենում են ցախավելի տեսք, որովհետև այդ բույսը ուղղակի սովոր չի օրինակ խաչմերուկի ծանրաբեռնվածության տակ աճելու։ Ֆունկցիոնալ կանաչապատումը եւ նաեւ բնահեն լուծումները կարող են ավելի արդյունավետ աշխատել հատկապես մեր տիպի էկոլոգիական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքներում։ Մենք այդ մոտեցմանը դեռևս չենք հասել երկար տարիներ, բացի դրանից ուրեմն մասսայական ծառահատումը պարզ է, որ բերում է ոչ միայն մթնոլորտային աղտոտման խնդիրների, այլ նաև օրինակ քաղաքներում հիմա շատ կարևոր ջերմային կղզիների առաջացման, որը ամառվա խնդիրներից է։ Մոտ 30 տարի խոսում են Երևանում կանաչ տարածքների պակասի մասին։ Որքան է այժմ մեկ բնակչին հասնող կանաչ տարածքը եւ հնարավոր է լուծել խնդիրը։ Եթե այո, ինչպես։ Ցանկացած խնդիր լուծելի է, եթե կա դրա ճիշտ ձևակերպումը։ Ակնհայտ է, որ կանաչ տարածքների քանակը մեկ շնչին ընկնող ուրեմն մակերեսի հաշվարկով բավարար չէ։ Եվ այնպես չի, որ դրանք ավելանում են։ Մենք ունենք նաև լուրջ կոնցեպտ հասկանալ, թե կանաչ տարածք ինչ ենք հասկանում։ Արդյոք մեկ ծառը կանաչ տարածք ենք համարում, գազոնը կանաչ տարածք ենք համարում եւ մեծ կանաչ այգին կանաչ տարածք ենք համարում։ Մենք պետքա դեմքով կանգնենք գիտական բոլոր հետազոտություններին, հասկանանք, որ մենք խնդիրներ ունենք եւ այդ խնդիրների լուծման համար պետք են մասնագետներ, որոնք պատշաճ կկարողանան հաշվել բոլոր թվերը, կունենանք գիտահեն հիմնավորված տվյալներ եւ դրանց վրա փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, հա։ Մենք ունենք եզակի օրինակներ Երևան քաղաքի տարածքի համար, բնահեն լուծումների, կանաչ տարածքների, որը այդպես էլ եզակի օրինակ մնաց, որովհետեւ չկարողացանք տարածել եւ դա վերաբերում էր հատկապես երեխաների ուղղված միջոցառումներին, թե ինչպես նվազեցնենք օրինակ որևէ մի մանկապարտեզի աղտոտման ուրեմն պայմանները։ Արագածոտնի մարզի Նոր Երզնկագյուղում բնակվող Բունաթյան ընտանիքի պատմությունը մեր հեռուստադիտողը միանշանակ չընկալեց։ Դա հասկանալի է, չէ՞ որ առողջ բանականություն ունեցող մարդը կդժվարանա անցալել փաստը, որ անչափահաս 5 երեխաների ծնողները ամուսնալուծվել են ու նրանց հանձնել մանկատներ։ Իրավի անարդար է, երբ մի ընտանիք ամբողջ կյանքում երեխա է փափագում, սակայն այդպես էլ չի արժանանում Աստծո պարգևին, մեկ այլ ընտանիք 5 զավակ է լույս աշխարհ բերում, նրանց թողնում բախտի կմաճույքին։ Ու եթե չլիներ երեխաների հորական տատիկի կարելի ասել անձնազոհությունը, նրանք կշարունակեին գոյություն քաշ տալ մանկատներում, ապավինելով Աստծո ողորմածությանը։ Տիկին Սուսաննան իսկապես հերոս է։ Նա ինքնասիրությունն ու արժանապատվությունը վեր է դասել կենցաղային եւ առողջական խնդիրներից։ Չգիտեմ, արդյոք երեխաների ծնողները դիտել են մեր նախորդ տեսանյութը, բայց տատիկի վիճակը տեսնելուց հետո կարծում եմ, որ պետք է անպայման ապաշխարեն։ Իսկ մեզ հետ համագործակցող ընկերություններն ու անհատները տատիկի անձնազոհությունը ըստ արժանավուն են գնահատել։ Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև նրանք գործով են ապացուցել ուրիշի ցավ չի լինում ասվածի ճշմարտացիությունը։ Եթե հիշում եք, պատմել էինք, որ երեխաների քննելու պայմաններն անտանելի են, ու որ ընտանիքը մահճակալների կարիք ուներ։ Խնդիրը լուծեց Օրրան բարեգործական կազմակերպությունը, նվիրելով ոչ միայն 2 մահճակալ, այլև 2 գրասեղան աթոռներով հագուստ ու գրենական պիտույքներ։ Arix Group-ը ընտանիքին հեռուստացույց նվիրեց։ Էկոկոմֆորտ ընկերությունը իրականացրեց 11-ամյա Միշոյի երազանքը տղային դհոլ էին բերել։ Բազմոց գրուպը բազմոց հասցրեց, Հարգավանտ ԵՄ-ը բասկաթոռ, ընտանիքը ստացավ նաև մեծ քանակությամբ սնունդ, առաջին անհրաժեշտության եւ տնտեսական ապրանքներ ու ամենակարևորը դրամական օգնություն։ Զգալի էր նաև անկանխիկ փոխանցված գումարի չափը։ Տիկին Սուսաննան մեր նկարանող խմբին պատմել է, թե ինչ է պատրաստվում առաջին հերթին գնել հավաքված գումարով։ Այդ մասին Սվետլանա Ավդիշյանի «Փախած ծնողներն ու փրկիչ տատը» տեսանյութում։ 5 անչափահասներին մանկատներից գտած ու ընտանիք վերադարձրած հերոստատի պատմությունը լայն արձագանք ստացավ հեռուստադիտողների կողմից։ Բունաթյան ընտանիքն էլ այն եզակիներից դարձավ, որի մասին ամբողջ համացանցը խոսեց։ Առ այսօր չեն դադարում ընտանիքին աջակցելու պատրաստակամություն հայտնող մարդկանց զանգերն ու նամակները։ Եվ ուրեմն եկեք նախ սկսենք խոստացված աջակցությունից։ Ամեն ինչին էլ սպասում էինք։ Բոլորն էլ սպասված օգնություններ։
Երեխաները այնքան ոգևորված էին սպասում մեզ, որ բակի բոլոր ընկերներին հավաքել էին իրենց շուրջը, իրենց ուրախությամբ կիսվելու։ Մեր գործընկերների աջակցությամբ առաջնահերթ լուծեցինք երեխաների քնելու տեղի խնդիրը։ Մահճակալ էին խնդրել, որովհետև հատակին էին քնում։ Բունատյան ընտանիքի հենց այս կարիքները աչքի առաջ ունենալով Օրան բարեգործական հասարակական կազմակերպությունը ընտանիքին 2 մահճակալ նվիրեց, 2 գրասեղան աթոռներով, անկողնային պարագաներ, հագուստ ու գրենական պիտույկներ։ Այն ժամանակ մենք խոհանոցում էինք, դաս էինք անում, չէինք տեղավորվում, իսկ հիմա մենք մեր անկյունները ունենք։ Ճիշտ է, 3-ն են դպրոցական, բայց դե չէր հերիքում այդ գրասեղանի համար վեճ էր գնում երեխաների մեջ, ես պիտի նստեմ։ Հաջորդը այդքան սպասված բազմոցն էր։ Վարձով տան իրերը հնամաշ, կոտրված ու շարքից դուրս եկած էին։ Մեր մյուս գործընկեր բազմոց գրուպը նրանց նրբաճաշակ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց էր ուղարկել։ Արգավանդեյեմն էլ ոճային ու գեղեցիկ բազկաթոռ հասցրեց երեխաներին։ Հավանել եմ, որ դիվան եք բերել ու իմ խուրի կապերների համար մարճակալ եք բերել։ Նախքին բազմոցը դա մերն էլ չէր, տանտիրոջն էր, բայց կոտրված էր, անմխիթար վիճակ էր, նրանից հետո սա իրոքից ոճային փափուկ։ Ու եկավ այդքան սպասված պահը։ 11-ամյա տղայի երազանքը մեր մյուս գործընկեր Էկոկոմֆորտ ընկերությունն իրականացրեց։ Միշոյին դհոլ նվիրեցին, որ ավելի հմտանա սիրելի մասնագիտության մեջ եւ այսուհետեւ կարողանա հաճախել երաժշտական դպրոց։ Պատահաբար տեղում պարզեցինք նաեւ, որ մեր հաղորդումից անմիջապես հետո եւս մեկ դհոլ էլ հարևանից է նվեր ստացել։ Դու երազում էի դհոլ ունենալ եւ երաժիշտ դառնալ։ Այդ իսկ պատճառով որոշեցինք քեզ նվիրել դհոլ, որպեսզի դու իրականացնես քո երազանքները։ Շնորհակալություն։ Ամբողջ օրը ինձ ասում էր տատիկ երբ ենք դհոլ առնելու, ես գնամ դհոլի, երբ ենք դհոլ առնելու։ Իսկ այս հաղորդումից հետո անմիջապես արձագանք եղավ մեր վերևի հարևաներից մի տղա Իրիկունը ուշամի դուրը ծեծեց, բերեց, ասեց, այս մի դհոլ իմ կողմից Միշոյին։ Տղուս երազանքը միանգամից 2 դհոլով իրականացավ։ Ես երազում էի դհոլ ունենալ, իմ երազանքը կատարվեց։ Խոստանում եմ, որ կմեծանամ, լավ կսովորեմ, որ դոլա հանդառնամ։ Երեխաները նաև հեռուստացույց էին խնդրել։ Այս խնդիրն էլ մեր մյուս գործընկերը Արիքս գրուպը լուծեց ու նրանց հեռուստացույց նվիրեց։ Նրանք ուրախությունից թռչկոտում էին։ Ո՞վ էր ամենաշատ ուզում հեռուստացույց ունենալ։ Ես, տատին, Մաշան, չէ, Մաշան չէ։ Ես, Տրաֆին, տատին, Սաշը։ Ինչի չենք միասին մենք էլ մուլտիկ նայենք, ասում է երեխեք ջան, համբերեք, ամեն ինչն էլ ժամանակակ ունենանք, հիմա փառքաս ունեցանք, կմիացնենք։ Հեռախոսներով փոքրիկներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Սմարթֆոններ էին ուղարկել Միշոյին ու Մաշային։ Երեխաների աչքերը երջանկությունից փայլում էին։ Ես տնից դուրս էի գալի, չկար հեռախոս, որ կապ հաստատեի երեխաների հետ։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ կազմակերպեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը։ Ամբողջ ընտանիքին հրավիրեցին ամենամեծ ջրային զվարճանքների գոտի, մեծ լողավազաններով, ջակուզիներով ու մանկական խաղահրապարակներով։ Տիկին Սուսաննա, լսեցինք ձեր պատմությունը, հիացած ենք ձեզնով, սենց դաստիարակված, իրար նվիրված, իրար օգնող երեխեք շուտվանից չենք տեսել այս տարիքում ու սիրով ուզում ենք ինչ-որ ձև ուրախություն պարգևել երեխեքին, որ նրանք շատ արժանի են։ Հրավիրում ենք Ակվատեկ լավ ժամանց անցկացնելու։ Հաջորդ օրն արդեն արկածներ սիրող երեխաները լողում, խաղում ու լիաթոք ծիծաղում էին, վայելելով հեքիաթային իրականությունը։ Մեր գործընկերները ընտանիքին նաև սննդամթերքով օգնեցին։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու կոնյակի գործարանը։ Առողջ սննդի հարցն էլ հոգած Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը։ Կետչուպ, մայոնեզ, կարագ, բուսայուղ, բնական բաղադրիչներով խմորիչներ։ Մեծաքանակ էր օգնությունը։ Big Life ապրանքանիշն էլ բուժիչ հատկություններով
գնալով մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներ էր ուղարկել երեխաներին։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Իմանալով, որ դուք խոհարար եք, Արաքս թռչնաֆաբրիկան ցանկացավ իր համեղ տեսականիներով լիացնել ձեր սեղանը կիսաֆաբրիկատներով եւ սառեցված մսատեսականիներով։ Շատ շնորհակալ եմ, վստահ եղեք, ես էլ շատ համով ճաշեր կպատրաստեմ երեխաների համար։ Բոլորն էլ սնունդը, բոլորն էլ անհրաժեշտ էր, ես էլ շատ խնայող տատիկ եմ, շատ խնայողաբար եմ օգտագործում, լավ երկար ժամանակ կհերիք իմ երեխաներին։ Այս աջակցությունը լիարժեք չէր լինի առանց երեխաների սիրելի քաղցրավենիքների, փոքրիկների անուշեղենի ահռելի պաշարը լրացրին Տավուշ Սվիթ եւ Ռուսկի բիսկվիտ ընկերությունները։ Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մակրոխմիջոցներով ու տնտեսական ապրանքներով։ Նրանք նաեւ ֆինանսապես աջակցեցին բունաթյաններին։ Ամբողջ նվերներից սիրում եմ տելևիզորը ու կոնֆետները։ Ընթերցասիրությունն էլ իհարկե աչքաթող չէին կարել։ Կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր, նաև տետրեր էինք տարել, որը նրանց հասցրել էր Edit Print ընկերությունը։ Բարերարներից մեկն էլ, որ ներկանալ չցանկացավ, Սուսաննա տատիկին սպորտային հագուստ էր ուղարկել։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը բարեհաջող ու ապահով տեղ հասցրինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ, որ մշտապես Սուրանկյուն հաղորդաշարի կողքին է։ Ինձ գրքերից շատ դուրեկան Ագաթա Քրիստի գրքերը ես կուզում դրանք կարդալ։ Մաշան վստահ եմ ասում, որ գրքերով շատ է հետաքրքրում ու այդ գրքերը ինչը դրած է, իրան ամեն ինչն է հետաքրքիր։ Ինքը կարող է չհասցնի բոլոր մյուրը, բայց հաստատ օրը մի գիրք ինքը կբացի կնայի։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Բելգիայի Գրիգորից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Հաղորդումից ժամեր անց դրամական մեծ աջակցություն են ցուցաբերել նաեւ մեր հավատարիմ ու սրտացավ հեռուստադիտողները։ Մի քանի միլիոն դրամ, որը եւս կթեթևացնի տիկին Սուսաննայի հոգսը։ Շատ շնորհակալ եմ, ամենալավ բան իրանց։ Երկար տարիների կյանք։ Իմ թորնիկը Միշոն ուզում է գնա դհոլի, Մաշաս բարի է ուզում գնա, Մաշային ուղարկեմ բարի։ Այդ գումարով պետք է գնեմ սառնարան եւ լվացքի մեքենա։ Շնորհակալություն այս ամեն ինչի համար, որ մեզ բաներ ամեն ինչ արել եք մեր համար։ Ես որպես տատ ոչինչ չեմ խնայելու, որպեսզի իմ թորնիկի երազանքը կատարվի, դառնա դահոլահար, որ ինքը նվագի, ես էլ լսեմ ու ուրախանամ, իմ պահածի արդյունքը տեսնեմ։ Ու սա դեռ ամենը չէ, մեր նկարահանմանը հաջորդող օրերին տարբեր անհատներ, նույնիսկ հանրային դեմքեր անձամբ են այցելել բունաթյաններին, նրանց տարատեսակ աջակցություն ցուցաբերել։ Պահարան, հագուստ, կոշիկ, երեխաներին խաղալիքներ, վառելափայտ ու մի շարք այլ իրերի պակաս են լրացրել։ Փոքրիկները նույնիսկ տոնածառ են արդեն նվեր ստացել։ Մի քանի փաստաբան էլ իր օգնությունն է առաջարկել տիկին Սուսաննային երեխաների խնամակալությունը ստանձնելու հարցում։ Իսկ մենք եւս մեկ անգամ մեր ամբողջ թիմի անունից ուզում ենք ասել շնորհակալություն, որ այդքան կարեկից եք, ապրումակցում եք մեր հայրենակիցներին ու անիրականը իրական դարձնում։ Բարեգործությունը աստվածահաճո է, բումերանգի կանոնը հաստատուն։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք քվեարկելու չգային չէին իմանա, որ իրենց տան հասցեի վրա գրանցված հավելյալ մարդիկ կան։ Հանգուցյալներ, անծանոթ քաղաքացիներ, ինչպես են եկել մեր տանը գրանցվել։ Գրանցված է անհայտ ընտրող։ Տանտիրոջ համաձայնությունն այս դեպքում պարտադիր պայման չէ։ Համայնքային ոստիկանը գնում է ստուգում է, եթե տեսնում է անձը բնակվում է իրապես այդ հասցեում, անձին հաշվառում է։ Լրատվամիջոցների բոլոր հրապարակումների հետքերով գնացել են։ Աշխարհում դիմում ներկայացնելիս ներկայացվել էր սեփականության վկայական։ Ընտրական փորձագետն առաջարկում է նույն գործընթացի ինտենսիվությունն ակտիվացնել։ Բոլոր այդ դեպքերը, որ քվեարկության օրը բացահայտվեցին, կարող են շուտ բացահայտվել։ Բազմակայլ կոմբինացիայի միջոցով ցուցակներն այո հնարավոր է դարձնել գործիք։ Այդ մարդիկ ռեալ պիտի կամ գան ընտրատեղամաս քվեարկեն։ Պատկերացրեք, որ ձեզ ոչ միայն գաղտնալսում են, այլ նաև գաղտնադիտում են։ Իրավապահներին անընդմեջ հոսքով հասանելիություն է տալիս դեպի ահռելի թվով տեսախցիկներ։ Երբ ազատ տարածք որտեղ գոնե մի տեսախցիկի առաջ մարդ չի հայտնվում, չկա։ Տեխնիկական այս հնարավորության շնորհիվ պիտի որ բացահայտվեն բազմաթիվ ծանր հանցագործություններ։ Երբեք չի աշխատել առնվազն ինչ վերաբերում բռնի հանցագործություններին։ Կարելի է ենթադրել, որ տարվա ընթացքում 1000-ից ավելի գաղտնալսման թույլտվություններ են տրվել։ Թույլատրված դատարանի կողմից եւ փաստացի իրականացվող շատ ավելի շատ է։ Սեփական ուժերով են ստիպված լինում հայթայթել պետության հաշվեկշռում գտնվող տեսախցիկների տեսանյութերը։ Դրանք անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ են եւ ձեզ
տրամադրվել չեն կարող։ Ամեն անգամ ընտրությունների օրը կարծես դեժավյու ապրես։ Քաղաքացին գալիս է ընտրատեղամաս ու ցուցակներում հայտնաբերում, որ իր տան վրա անծանոթ մարդիկ են գրանցված։ Սա նման է անբուժելի հիվանդությանը։ Ինչու անբուժելի? Որովհետև երբ գործող իշխանությունները ժամանակին անդիմադիր էին, խոստումներ էին շռայլում, թե բա իշխանության գալով արատավոր նման երևույթների վերջը կտանք։ Ոչ միայն վերջը չտվին, այլև վաղարշաբաթի համայնքապետի ընտրությունները ապացուցեցին, որ այլ տների վրա գրանցվածների թիվը հարյուրներով է հաշվում։ Իսկ ինչ է տեղի ունենում հետո։ Ժանրի կանոններով անդիմադիրները սկսում են աղաղակել, թե իշխանությունները ազդում են ընտրական արդյունքների վրա, ինչին հետևում է ոստիկանության պատասխանը, թե բա ձեր կասկածները անհիմն են։ Ու վերջ։ Ինչպես ասում են, կինոն ավարտվեց։ Համենայն դեպս ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցել են, որ կոնկրետ վաղարշաբաթի ընտրությունների հետ կապված դիմումներ չեն ստացվել, սակայն քննության են առել մամուլի հրապարակումները ու պարզել, որ ուշադրություն, օրինախախտումներ չկան։ Մեր քաղաքական ներկապնակը այնքան անգույն է, որ այլ պատասխան ակնկալել հնարավոր չէր։ Բայց քանի որ սուրանկյունը ապաքաղաքական հաղորդում է, փորձենք մարդկանց տների վրա այլ անձանց գրանցելու երևույթը դիտարկել իրավական տեսանկյունից։ Իրավապաշտպանները փնտրում, բայց չեն գտնում, ինչու պետք է առանց տանտիրոջ թույլտվության ինչ-որ մեկը գրանցվի, հարցի պատասխանը։ Պնդում են, թե սա մարդու սեփականության իրավունքի ոտնահարման պարզագույն օրինակ է։ Էլ չենք խոսում կոռուպցիոն սխեմաների մասին։ Մասնավորապես, համայնքային ոստիկանը պետք է տուն այցելի, ստուգի, որ գրանցվել ցանկացողը իսկապես այնտեղ է բնակվում, հարևաններից ստորագրություն վերցնի, մի խոսքով կատարի մի շարք գործողություններ։ Արդյոք սա իրատեսական է։ Դժվար թե։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի ընտրական դեժավյու տեսանյութը։ Մեր տան հասցեում հին մարդկանց անուններն ա գրած, հին տերերի։ Ձեր անունները չկան։ Չէ, բայց մենք ընտրություն արեցինք։ Շուտ են գնել 5 տարի։ Գնել են, բայց հին տերերի անունով մնացել։ Վաղարշաբաթի ընտրություններին տեղամաս քվեարկելու չգային, չէին իմանա, որ իրենց տան հասցեի վրա գրանցված հավելյալ մարդիկ կան, ու այս ընտանիքի նման շատերը։ Ենթադրյալ բոլոր ընտրախախտումների շարքում ամենահաճախը հենց այս ահազանգն էր տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների ընթացքում։ Լրագրողները, դիտորդներն ու ընտրական գործընթացը վերահսկող պաշտոնյաները չէին հասցնում տեղամասից տեղամաս գնալ։ Մեկի հարցերը չպարզած, մյուսներ վրա հասնում։ Հանգուցյալներ, անծանոթ քաղաքացիներ, ինչպես են եկել, մեր տանը գրանցվել։ Հարցն ընտրական օրվա ներվային օդում էին կախել վաղարշաբաթցիները։ Բնակիչներ կային, որոնք եկան, արձանագրեցին, որ իրենց տան վրա գտնվում է տվյալ փողոցից մեկ այլ մահացած բնակիչ։ Մեր մեկ այլ բնակիչ արձանագրեց, որ իր տան վրա գրանցված է անհայտ ընտրող, որը ոչ վարձակալ է եղել, որի անուն ազգանունը իրեն ոչինչ չէր ասում։ Հիմա սկզբից ինչպես են քաղաքացուն ինչ-որ հասցեում հաշվառում, մեր օրենսդրությունն այստեղ երկու տարբերակ է առաջարկում՝ հիմնական եւ փաստացի գրանցումներ։ Առաջինը անշարժ գույքի սեփականատիրոջ եւ նրա թույլտվությամբ ընտանիքի մյուս անդամների համար է, երկրորդը հասցեում միայն ժամանակավոր ապրողների, ընդ որում տանտիրոջ համաձայնությունն այս դեպքում պարտադիր պայման չէ, մի դիմումը լրիվ բավարար է։ Համայնքային ոստիկանը գնում է ստուգում է, եթե տեսնում է անձը բնակվում է իրապես այդ հասցեում, անձին հաշվառում են։ Եվ այդ պարագայում սեփականատերը նույնիսկ կարող է տեղյակ չլինել, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանում առկա է ինչ-որ անձանց հաշվառում փաստացի բնակվող։ Միջազգային նորմալ պրակտիկա է, ասում են մասնագետներն ու միտքը բայցով կտրում։ Երբեմն ականջներին լուրեր են հասնում, թե համայնքային ոստիկաններն օրենսդրական այս պահանջին մատների արանքով են նայում, կամ ստուգման չեն գնում, կամ էլ այցելությունը ֆիկտիվ է լինում։ Բնակության փաստն ապացուցելու անհրաժեշտություն մեծ իմաստով չի լինում։ Քվեարկելու եկած վաղարշաբաթցիները պնդում էին իրենք իրենց տունը, ով ու երբ հյուր եկավ ինչ-որ մեկին փնտրելու, որ չտեսան, այդ մասին չիմացան, բայց ոստիկանը համոզվեց, նա այդտեղ է ապրում։ Եթե նման իրավիճակ է, դա արդեն օրենքի կոպիտ խախտում է եւ այդտեղ նաեւ կարող է հանցակազմի տարել պարունակվեն, որովհետեւ այդտեղ փաստացի կեղծ տեղեկատվություն է ներառվել, այսինքն այդտեղ պիտի քննություն իրականացվի եւ պարզվի, թե ինչպես է ստացվել, որ անձը չի բնակվել, համայնքային ոստիկանը գնացել է կամ չի գնացել,
եւ այդ հաշվառումը իրականացվել է։ Դա նորմալ երևույթ չի։ Թեպետ հոգևոր մայրաքաղաքի վերջին ընտրությունների ընթացքում հավելյալ հաշվառումների հետ կապված ահազանգերն այնքան շատ էին, որ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը ստիպված եղավ լրագրողների հետ հրատապ հանդիպում կազմակերպել ու պարզաբանել իրավիճակը։ Նույն կառույցի պաշտոնյան Սուրենկյան հետ զրույցում տեղեկացնում է, անհատական եւ ոչ մի դիմում մինչեւ օրս չեն ստացել, սակայն լրատվամիջոցների բոլոր հրապարակումների հետքերով գնացել են։ Ներկայացնեմ երկու դեպք, որոնք իրենց մեջ ընդգրկում են բոլոր բարձրացված խնդիրները։ Մասնավորապես մի դեպքում անձը ընտրատեղամասում հայտնել էր, որ չի ճանաչում այդ անձանց, ուսումնասիրությամբ պարզվեց, որ հասցեում հաշվառված են 22 անձինք, որոնցից երկուսը փաստացի հիմունքներով, 20-ը մշտական հիմունքներով, այսինքն հաշվառում դիմում ներկայացնելիս ներկայացվել էր սեփականության վկայական կամ սեփականատիրոջ համաձայնություն։ Ընդ որում հաշվառումները կատարվել էին 2021 թվականին, շուրջ 4 տարի առաջ։ Հաջորդ դեպքը, ասում էր, որ չի ճանաչում իր հասցեում հաշվառված անձանց, մեր ուսումնասիրություններով պարզվեց, որ տվյալ անձը հանդիսանում է սեփականատիրոջ քույրը։ Այն դեպքերը, որոնց մասով մենք կարողացանք ինֆորմացիա ստանալ, առանձնապես չէին հուշում համակարգային սիստեմատիկ փորձերի մասին, ընտրացուցակը կեղծելու կամ ընտրությունների արդյունքները կեղծելու։ Այն դեպքերը, որոնք մենք կարողացանք ճշտել, հիմնականում սխալի, տեխնիկական վրիպակի, հասցեները փոխելու, չիմացության եւ այլնի արդյունք էին։ Այստեղ գերատեսչության բնակչության պետական ռեգիստրի բաժնի պետը հիշեցնում է, կենտրոնական ընտրականի հետ մինչև քվեարկության օրը 2 անգամ ցուցակները հրապարակում են նախնական ու վերջնական տարբերակներով։ Ուստի անճշտություններ նկատելու դեպքում քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել, խնդիրները պարզաբանել, լուծել։ Ընտրական փորձագետն առաջարկում է նույն գործընթացի ինտենսիվություն ակտիվացնել, ինչպես նաև քաղաքացուն տեղեկությունն իսկապես հասցնել։ Բոլորը գիտեն, որտեղ փնտրել հրապարակվող ցանկերը։ Բոլոր այդ դեպքերը, որ քվեարկության օրը բացահայտվեցին, կարող էին շուտ բացահայտվել, եթե նգնեն աշխատանք տաներ քաղաքացիների հետ։ Կասկածներ չեն եղել նախքան ընտրությունները, որ ինչ-որ զանգվածաբար գրանցումներ են լինում։ Չէ, այս պարագայում բոլոր հաշվառումները կատարվել են պատշաճ վարչարության միջոցով, այսինքն չկա որևէ դեպք, որը կապացուցեր հակառակը։ Օրինակ կարող եմ հիշել 2023 թվականի Երևանի ընտրությունները, երբ էլի մենք անոմալ մեծ թվով գրանցումներ հայտնաբերեցինք ցուցակներում, որոշ հասցեներում, առանձնացրեցինք ամենաշատ թվով 50 հասցեները եւ ստուգումներ արեցինք այդ հասցեներում։ Հասկացանք, որ կան անփութություններ, կան տեխնիկական սխալներ, բյուրոկրատական սխալներ, երբ օրինակ կարելի է մեկ հասցեում գրանցել 200 հոգու, պիտի համայնքը, որ սահմանում է հասցեները, ներքին գործերի նախարարությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը միասին կոորդինացնեն այս հարցերը, որպեսզի քաղաքացիների մոտ անվստահություն ստեղծող հարցեր չառաջանան։ Իսկ այդ կասկածելի հարցերի առաջացման բոլոր հիմքերը քաղաքացիները կարող են ունենալ։ Փորձագետն է փաստում իր բառերն են։ Իհարկե, բազմակայլ կոմբինացիայի միջոցով ցուցակներն այո, հնարավոր է դարձնել գործիք ազդելու ընտրական արդյունքների վրա։ Մենք ունենք բնակչության ռեգիստր, հետո ունենք ընտրողների ռեգիստր, մենք ունենք սարքեր, որտեղ որ ընտրողների ցուցակները ներբեռնվում են եւ մարդիկ նույնականացնում են անցնում։ Մենք ունենք տպագրված, տպված ցուցակներ, որոնք պիտի էլի համընկնեն սարքի ցուցակի հետ, պիտի որոշակի ժամկետներ պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի այդ կեղծումները անել, այսինքն եւ ի վերջո այդ մարդիկ ռեալ պիտի կամ գան ընտրատեղամաս քվեարկեն, լրացուցիչ գրանցված մարդիկ, կամ պիտի լցոնումներ արվի։ Այսուհանդերձ մասնագետն այն համոզմունքն ունի, որ միևնույն է 100%-անոց արդյունքի հասնել հնարավոր չէ, իսկ ինչ վերաբերում է թեկուզ գույքային իրավունքներ չունենալով, բայց առանց սեփականատիրոջ համաձայնության հասցեի վրա գրանցվելուն, ընդ որում նաև հաշվի առնելով ազգային օրենսդրության ընձեռած հնարավորությունը, որով տանտերը կարող է իր հասցեին արգելանք դնել ու թույլ չտալ որևէ մեկին հաշվառել, ապա փաստաբանն այստեղ խնդիր տեսնում է։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ այդ փաստացի հաշվառումը առանց սեփականատիրոջ համաձայնության իրավունքի խախտում է, սեփականատիրոջ իրավունքի խախտում է, որովհետև դա սեփականությունն է անձի եւ անձը պիտի առնվազն տա իր համաձայնությունը։ Համապետական ընտրությունների նախաշեմին ենք, այս բոլոր խնդիրները առաջիկա տարում նույն ոգեղենությամբ դարձյալ կթակեն մեր դուռը, ժամանակը պիտի տա հարցի պատասխանը, իսկ մասնագետներն իշխանությանն առաջարկում են այն օգտագործել կանխելու, ոչ թե թեկուզ արագ արձագանքման եղանակները զարգացնելու համար։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։
Մեր հեռուստադիտողներից շատերն են հիշում գործակալ 007-ի Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերը։ Դեռ 3 տասնամյակ առաջ նկարահանված մարտաֆիլմերում անձին նույնականացնում էին, ասենք, ձայնի ելևէջներով կամ տեսախցիկների եւ դեմքի ճանաչման ծրագրի միջոցով։ Այն ժամանակ այս ամենը ֆանտաստիկայի ժանրից էր։ Դժվար էր պատկերացնել, որ շատ չանցած ստեղծվելու են շատ ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնցով իրավապահները կկարողանան բացահայտել նույնիսկ ամենախորհրդավոր հանցագործությունները։ Կարծնեք, թե ինչու եմ այս ամենի մասին խոսում։ Հաճախ կարելի լսել բողոքներ, երբ քաղաքացիները ստիպված են ինքնուրույն բացահայտել իրենց նկատմամբ իրականացված հանցագործությունը, ասենք գողությունը։ Այսինքն մեր օրերում տեխնոլոգիաները խնդիր չեն, խնդիրն այն է, թե ովքեր եւ ինչպես են դրանք օգտագործում։ Եթե նախկինում իրավապահները առաջնորդվում էին օրինակ Շերլոկ Հոլմսի դեդուկցիայի մեթոդով, հիմա պարզապես դիմում են փողոցներում տեղադրված տեսախցիկների տերերին, վերցնում տեսանյութերը եւ բացահայտում գողին։ Ու եթե հաշվի առնենք, որ օգոստոսից իրավապահ համակարգը օրենքով հասանելիություն է ստացել բոլոր համայնքային եւ պետական կառույցների տեսախցիկներին, ապա ենթադրվում էր, որ հանցավոր տարերի գործը պետք է բավականին բարդանար։ Բայց վիճակագրությունը փաստում է, որ նորագույն տեխնոլոգիաները էական ազդեցություն չեն ունենում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա, չնայած այն հանգամանքին, որ դատարանի թույլտվությամբ նաեւ գաղտնալսումների ծավալներն են հասել աննախադեպ մասշտաբների։ Իսկ ինչն է պատճառը։ Բանն այն է, որ առաջատար տեխնոլոգիաները հիմնականում կիրառվում են քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կասկածյալների նկատմամբ։ Հետևաբար պետք չէ զարմանալ, որ հանցավորության բացահայտման շոշափելի առաջընթաց չի գրանցվում։ Արմեն Աթալյանի տեսանյութը վերնագրել ենք տեխնո թիրախավորում։ Պատահում է հեռախոսով խոսում ես, դե ինչ-որ մեկի հետ խիստ անձնական խնդիրներ ես քննարկում։ Մեկ էլ գլխումդ առաջանում է մի միտք, իսկ կարող ես գաղտնալսում են։ Ինչ իմանամ ինչի համար, խառը ժամանակներ են։ Իսկ պատկերացրեք, որ ձեզ ոչ միայն գաղտնալսում են, այլ նաև գաղտնադիտում են։ Դե նկատի ունեմ տեսախցիկով հետևում են, էլի։ Գուցե շատերը մտածեն, որ սա չափազանցություն է, բայց դեռ նախորդ տարի շրջանառվում էր օրինագիծ, ըստ որի գրեթե բոլոր ձեռնարկատերերն իրենց օբյեկտների մուտքերի մոտ պետք է տեղադրեին տեսախցիկներ, դրանց հասանելիություն տալով իրավապահներին։ Մեծ աղմուկից հետո օրինագծի այս տարբերակը սառեցվեց, բայց գրվեց մեկ ուրիշը, որն այս անգամ իրավապահներին անընդմեջ հոսքով հասանելիություն է տալիս դեպի ահռելի թվով տեսախցիկներ։ Բոլոր պետական մարմինները, բոլոր համայնքային պոակներ, հողակներ, այսինքն մեջ մտնում է մանկապարտեզ, դպրոց, գրադարան, ամեն ինչ, եւ ամենակարևորներից մեկը ավտոկայանատեղիները։ Եթե քարտեզով նայենք, այսինքն փորձենք պատկերացնել, օրինակ Երևանի քարտեզով, կամ կենտրոնի քարտեզով, փաստացի գրեթե ազատ տարածք, որտեղ գոնե մի տեսախցիկի առաջ մարդ չի հայտնվում, չկա։ Շատ քիչ է։ Եթե մարդը չի արել կամ չի պլանավորում կատարել որևէ հանցանք, ինչու պետք է անհանգստանա այս օրենքի կիրառությունից։ Տեխնիկական այս հնարավորության շնորհիվ պիտի որ բացահայտվեն բազմաթիվ ծանր հանցագործություններ։ Բռնի հանցագործություն անողը ծպտված է անում կամ անում է մի այլ վայրում, որտեղ տեսախցիկ չկա, լավ պլանավորում է դա։ Այդ տեսախցիկները ամենտեղ դնելով անվտանգությունը բարձրացնելը երբեք չի աշխատել, առնվազն ինչ վերաբերում է բռնի հանցագործություններին։ Բայց այստեղ հարց է առաջ գալիս. ինչպես են նույնականացնելու այս կամ այն վարչական իրավախախտումը կատարողին, նույնիսկ եթե մարդկանց դեմքերը համեմատեն անձնագրային շտեմարանների տվյալների հետ։ Մարդիկ մշտապես լինելու են տեսախցիկների առաջ, որոնց հոսքը օրենքով իրական ժամանակում կարող է գնա պոակին եւ այնտեղ կարող է օգտագործվել դեմքի ճանաչման համակարգ, դա կոչվում է հեռավար կենսաչափական վերահսկողություն։ Ասենք իրավապահները նույնականացրին քաղաքացիներին։ Ինչ է տեղի ունենալու վատագույն դեպքում կտուգանվեն թափած աղբի համար, ինչն այդքան էլ վատ չէ, կմտածեն օրինապաշտ քաղաքացիները։ Ինչ ենք ունենում բոլոր մարդկանց, ովքեր երբևիցե օրինակ ցույցերի տեսակետից նայենք, որևէ բողոք ունեն իշխանությունների դեմ։ Կապ չունի համատեքստը, ուսուցիչ է, որ աշխատավարձի բարձրացման համար է, թե ընդդիմադիր է, որը քաղաքական օրակարգով է այնտեղ, ով ինչքան ժամանակ է մասնակցել բողոքի ցույցերին, ում հետ է մասնակցել այնտեղ, երբ որ պետք կլինի արդեն իրաց թիրախավել, շատ հեշտ կլինի բնականաբար նույնականացնելը։ Սա անհանգստացնում է հատկապես այն համատեքստում, երբ իշխանական ներկայացուցիչները քաղաքացիների նույնականացումը ժամանակին արդեն կիրառել են բաժիչ նպատակներով։ Օրինակ ցույցերի մասնակիցներին 25-օրյա հավաքների մասին ծանուցել են իշխանական падգամավորների սպառնալից հայտարարություններից հետո։ Մի падգամավոր ասում էր, որ դա արել են եւ հիմա պատրաստում են նոր անել, պատերազմի ժամանակ այդ մեկօրյա պատերազմի ժամանակ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց։ Փաստացի իրանք խոստովանում են, որ պատիժ օգտագործում են նրանց նկատմամբ, ովքեր օգտվում են խաղաղ հավաքների հենց իրավունքից իշխանությունը քննադատելով։ Հիմա դրան իրանց տվեք այս գործիքը դեմքի ճանաչման։ Մոտակա մի 5-10 տարվա վարժական հավաքների
կոնտինգենտ, ինչպես իրենք են ասում, արդեն կպատրաստ կլինի։ Վերջին շրջանում քննչական եւ իրավապահ մարմինները մեկ այլ տեխնիկական միջոցի օգնությանն են հաճախ դիմում։ Հացը գաղտնալսումների մասին է։ Civilnet-ի բացման պատասխանից պարզ է դարձել, որ այս տարվա միայն առաջին կիսամյակում դատարանները 600 նման թույլտվություն են տվել։ Կարելի է ենթադրել, որ տարվա ընթացքում 1000-ից ավելի գաղտնալսման թույլտվություններ են տրվել։ Ինքը չի ներառում այն թիվը, որոնք որ տրվել են, բայց դեռևս օրինակ այդ գործով վարույթը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այդ գաղտնալսումները, այսինքն չփաստաթղթավորված, չթույլատրված դատարանի կողմից եւ փաստացի իրականացվող շատ ավելի շատ են։ Գաղտնալսումը նորմալ պրակտիկա է ցանկացած իրավապահ համակարգի համար։ Այստեղ խնդիրը քանակն է, ինչու այսքան շատ։ Չմասնավորեցրած օպերատիվ տվյալը բավարար է դատարանին մեր այսօրվա պրակտիկայում այդ սանկցիան տալու համար։ Եթե նույնիսկ սկզբնական շրջանում տեղեկատվությունը չի բավարարում որոշումը հիմնավորելու համար, ապա ժամանակի ընթացքում այն պետք է լինի, եւ դատարանը դա պետք է հաշվի առնի գաղտնալսման թույլտվությունը 3 ամսով երկարաձգելուց առաջ։ Պրակտիկայում, ինչպես հասկացանք, Հայաստանում մարդը կարող է գաղտնալսվել առանց հիմնավոր պատճառի։ Օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտից հետո հրապարակվել էր քաղաքական մի ուժի ավագանու տեխնացուի գաղտնալսումը։ Երկու աղջիկներ զրուցում էին մոտավորապես հետևյալ բովանդակությամբ, որ քաղաքական ուժի տեխնացուն հնարավորություն կունենա լուծելու այն մյուս զրուցակցի բարի համույթի տարազների հարցը։ Գաղտնալսվող երիտասարդ աղջիկը երբեք չէր զբաղվել քաղաքականությամբ, չուներ քրեական անցյալ եւ չկային այլ պատճառներ իրավապահների թիրախում հայտնվելու համար։ Հենց ամեն ինչը գալիս է էլի հավաստելու մեր այդ մտավախությունը, որ փաստացի լսում են բոլորին։ Դա մեր ենթադրությունն է, որովհետեւ այլ ողջամիտ բացատրություն, թե ինչի պետքա հազիվ անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժի 47-րդ համարին գաղտնալսեին, մենք չունենք։ Այս վերջին ենթադրության համար Տաթևիկ Սողոյանն ունի հիմքեր։ Հացը զարմանալի համընկնումներն են, որոնք ֆիքսվել են դատական գործերին կցված փաստաթղթերում։ Ոնց որ կա միջնորդություն, որ քննիչը խնդրում է, եւ որոշում, որը էբրիոմ անհապաղ ենք ասում, եւ դատարանի որոշում։ Ամսաթվեր կան միջնորդության վրայի ձեռագիր գրած 20-ը, լրիվ նույն ձեռագիրը, ինչը որ դատարանի վրա։ Տպավորությունն է, ոնց որ նույն մատն է գրել։ Այո։ Այս ամենն իհարկե մտահոգիչ է, բայց տեխնիկական միջոցները սովորական հանցագործությունների բացահայտման համար եւս օգտագործվում են, չէ՞։ Այո, վստահաբար օգտագործվում են, բայց հաճախ քաղաքացիները բողոքում են այն հանգամանքից, որ սեփական ուժերով են ստիպված լինում հայթայթել պետության հաշվեկշռում գտնվող տեսախցիկների տեսանյութերը հանցագործներին հայտնաբերելու եւ քննիչներին ներկայացնելու համար։ Ավելի շատ բեռը մնում է մեր վրա, որովհետեւ ես չեմ հիշում դեպք, որ օրինակ, չգիտեմ, որևէ այդպիսի ինչ-որ մանկապարտեզի տեսախցիկ վերցրած լինեն եւ օրինակ դրա բակում կայանված մեքենայից կատարված գողության փաստով փորձվի դա բացահայտել կամ պարզվի անձի ինքնությունը։ Նման ապացույցների հայթայթման առնչությամբ կա մի խնդիր։ Խաչմերուկների տեսագրությունները պահպանվում են 2 օր։ Կարմիր գծերի հատվածներում տեղադրված տեսախցիկներինը 2 շաբաթ։ Դիմեցի նաեւ Parking City-ին, քանի որ ինքը քաղաքապետարանի վերահսկողության ներքո գտնվող կառույց է, որովհետեւ նաեւ այդ տեսաձայնագրությունը հնարավորություն տա քննչական մարմնին ավելի օբյեկտիվ պատկեր ունենալու իհարկե նաև փորձագետներին եւ ստացա այդ պատասխանները, որ դրանք անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ են եւ ձեզ տրամադրվել չեն կարող։ Նույնիսկ արդարադատության լավագույն անկախ համակարգեր ունեցող պետություններում իրավապահների համար խիստ սահմանափակված են հատուկ տեխնիկական գործիքների կիրառման հնարավորությունները։ Պատճառը պարզ է։ Ցանկացած օղակում մեծ է գայթակղությունն անցնելու սահմանները եւ նման միջոցները օգտագործելու իշահ այլ նպատակների։ Հայաստանի պարագայում ըստ մասնագետների գաղտնալսումների քանակը եւ տեսախցիկների միջոցով դեմքի նույնականացման հնարավորությունն առավել քան անհանգստանալու տեղիք են տալիս։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Վարորդներից մեկը չի հասկացել, թե ով պետք է ում զիջի, կամ էլ փորձել է na svoj strahi risk։ Ինչ տարբերություն կա վթարային իրավիճակ ստեղծած ու հեռացած վարորդի նապաստակի միջև։ Երևի վախից տակը արել է։ 5-ը վիրավոր ասպերից երեխա։ Hyundai վարորդը նշել է, որ ինչ որ մեքենա է իր համար խոչընդոտ ստեղծել։ Ինքն էլ խուսափելով վթարային իրավիճակից փորձել է մանևրել, սակայն մեկ այլ փորձանքի է հանդիպել։
Անչափահաս աղջնակը վրաերթի հետևանքով տեղում մահացել է։ Փրկարարներն էլ մի տևական ժամանակ հատուկ տեխնիկայի օգնությամբ փորձում էին մեքենայից դուրս բերել վարորդին։ Կոներերախում բան չլներ։ Բա անընդհատ չենք պահանջում գիշերը իրականացնել նման աշխատանքներ։ Հենա իրականացնում են։ Իսկ դու ինչ իրականացիր, պարոն Հայկ։ 21 անցիցունի սահմաններում, երբ այս հատվածում ծանրաբեռնված երթևեկությունն է, ոնց կարող ես մեծ արագություն բացես, որ այս օրն ընկնես։ 3 վիրավոր է, հա։ Հայի հնարամիտ խելքի մասին լսել են նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Գաղտնիք չէ, որ մերոնք ցանկացած իրավիճակից դուրս գալու հազար ու մի ձև գիտեն, ընդ որում բոլորն են մեղավոր, բացի իրենցից։ Վարորդները եւս բացառություն չեն։ Այ օրինակ, եթե Պարեկին խնդրեք պատմել, թե օրվա ընթացքում խախտումները արդարացնող ինչպիսի պատմություններ է լսում վարորդներից, ականջներին չեք հավատա։ Բայց սա է իրականությունը։ Շամշյանը պատմում է, որ երբ ազանգ է ստացել, թե աշտարակի խճուղու վրա Հաչապնյակի նախկին թաղապետը վթարի է ենթարկվել, հասկանալի պատճառներով առանց երկմտելու հասել է դեպքի վայր։ Բայց նրան ոչ միայն բախտ է վիճարկվել տեսնել Հաչապնյակի նախկին թաղապետին, այլև հուզիչ պատմություն լսել վարորդից, որը Hyundai-ով բախվել էր թաղապետի բիդին։ Թե բա ինչ-որ մեքենա արհեստական խոչընդոտ է ստեղծել, ես էլ փորձել եմ խուսափել վթարից, բայց մեկ այլ փորձանք եմ հանդիպել։ Չի պատկերացրել, որ վթարի պահը կարող է տեսախցիկ որսալ։ Քիչ անց կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Հաճախ ենք լսում վարորդների դժգոհությունները, թե ինչու ասֆալտապատման կամ գծանշման աշխատանքները գիշերային ժամերին չեն իրականացվում։ Ամենայն դեպս զարգացած երկրներում հենց այդպես էլ վարվում են, չեն ուզում քաղաքացիներին հավելյալ անհանգստություն պատճառել։ Բայց արի ու տես, որ Հայաստանում այս առումով էլ իրավիճակը այլ է։ Այնինչ տեղի ունեցավ Ֆեյլի աշտարակի խճուղու վրա գիշերը ժամը 2-ի սահմաններում սարսափելի է։ Չնայած հանգամանքին, որ գծանշումներ կատարողները պահպանել են անվտանգության անհրաժեշտ կանոնները, պարեկներն էլ այդ հատվածում ծառայություն են իրականացրել լուսային փարոսիկները միացրած, Նիսանի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել գծանշողներից մեկին։ Ընդ որում հարվածը այնքան ուժգին է եղել, որ մահացածը 80-ից 100 մետր շպրտվել է։ Վստահ եմ, որ 32-ամյա վարորդը ևս գծանշման աշխատանքները գիշերային ժամերին կատարելու կողմնակիցն է եղել։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի կյանքը փորձանքի ճամփին տեսանյութում։ Ժողովուրդ ջան, չգիտեմ, թե իրավապանները ճանապարհատրանսպորտային պատահարների մասով ինչ վիճակագրություն են բերում, բայց հաստատ գիտեմ, որ բանը բանից անցել է։ Քիչ անց ձեզ ենք ներկայացնելու 6 պատահար, ինչի հետևանքով վիրավորվել է ուշադրություն 17 մարդ։ Մահացածների մասին չեմ խոսում, 4 զո։ Ու որքան էլ իրավասուները պնդեն, թե պատճառը մեքենաների շատ լինելն է, չեմ հավատա։ Պատճառը վարորդների արհեստավարժության բացակայությունն է։ Հա, էլի թող ավելանա մեքենաները, բայց այդ մեքենաները վարում են վարորդները, որոնց միստվար զանգված բացարձակ բոպիկ է ճանապարհային երթևեկության կանոններից։ Այդ դրա համար էլ նման պատկեր ենք ունենում։ Չէ, մի, թե բա մեքենաները շատացել են։ Հեսա խնդրեմ, վառ օրինակ, մեքենաների, մասնավորապես Պազի ու Ինֆինիթիի վնասվածքներից երևում է, որ վարորդներից մեկը չի հասկացել, թե ով պետք է ում զիջի, կամ էլ փորձել է նա свой страхի ռիսկ, առաջինը անցնել։ Դե գիտեք, հայ վարորդների համար զիջել, հանդուրժել ու նման կարգի հասկացությունները շատ խորթ են։ Վերջում էլ արձանագրվել է այս պատկերը։ Պատկերը հլը ոչինչ, հետևանքներն է կարևոր։ Իսկ քանի որ Պազում մարդիկ են եղել, իսկ սկզբանե էլ ենթադրեցի, որ վիրավորների թիվը մեծ կլինի։ Ենթադրություններս տեղին էին։ Մյուս ավտոն ուր է։ Եկի չերու։ Ժամը 19:15-ի սահմաններում Ոսկեվազ եւ Ագարակ գյուղերի խաչմերուկում մարդատար ավտոբուսի Ինֆինիտիի ու Լադայի բախման հետևանքով ուշադրություն 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին աշտարակ բժշկական կենտրոն։ Նրանց տեղափոխմանը մասնակցած քաղաքացիները պատմում էին, մեջբերում եմ, այնքան վիրավոր մարդ կար, որ չգիտենք, որ մեկին օգնենք։ Այդ հանգամանքը պետք է նաև վարորդները հաշվի առնեն, նախքան ոդկը գազի ոտնակին տանելը։
հավաքվածները նաև կարծիք են հայտնում, որ գուցե պատճառը պազի արգելակման համակարգի խափանումը լինի, այսինքն վարորդը տեսել է, որ Infinity-ն խաչմերուկում փորձում է մանևր կատարի, բայց արգելակները տեղի են տվել, չեն վիճի, բայց դրանով վարորդի մեղքը չի նվազում։ Եթե այս վարկածը դիտարկենք, ապա պազի վարորդը մարդ տեղափոխելու պատասխանատվության տարրական գիտակցում պետք է ունենար ու շատ հաճախ մեքենան ստուգել տար։ Չնայած ինչ եմ ասում, պատասխանատվությունը մի բան է, որ կամ մեջդ լինում է, կամ ոչ։ Մի խնդրեմ այս կարմիր դոջի վիճակը նայեք, այսինքն ինչ վիճակ, իրավիճակը, ման էի գալի հարևանությամբ մեքենա, մտածելով, թե վթարի հետևանքա չէի գտնում, դե ոնց գտնեմ, եթե չկա մեքենա։ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող Երեքնուկ կամրջի Բետոնե Հենասյանն է ժամը 17-ի սահմաններում մեծ արագությամբ բախվել դոջը, որ արագությունը մեծ է եղել, կարելի է ենթադրել դրա ստացած վնասվածքներից։ Փաստ է նաև, որ բախման պահին մեքենայում բացի վարորդից եւս 4 ուղևոր է եղել։ 5-ը վիրավոր, ասում է 2 երեխա։ Շատ վշտացա, երբ տեղեկացա, որ 5 վիրավորներից 2-ը անչափահասներ են, որոնց օգնության հասած շտաբօգնության բրիգադները տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Ասացին, որ վնասվածքները միջին ծանրության են, ու նրանց ու մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Միակ ուրախ լուրը, իսկ լուրերը այսքանով չեն ավարտվում։ Մինչև տեղի ունեցածի հետևանքներն էի արձանագրում, բարեկները տեղի ունեցածի մասով օպերատիվ տեղեկություն ստացան, որի բովանդակությունը անկեղծ ասած շատ չզարմացրեց։ Իսկ երևի երեխու գլխարկն է, գիտես։ Ակազվայցա, վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։ Լրիվ տրամաբանական է, որովհետև սենց օրը ընկնելու համար վարորդը պետք է զոռով ղեկը ուղղեր դեպի կամուրջի հենապատ։ Փաստորեն դա արել է, բայց ստիպված։ Հիմա կարող եք ասել, թե ինչ տարբերություն կա վթարային իրավիճակ ստեղծած ու հեռացած վարորդի նապաստակի միջև։ Երևի վախից տակը արել է, որ չի մնացել ու իր պատճառով նեղ ննկած մարդկանց օգնություն ցուցաբերել։ Եթե դու հիմա նայում ես այս ռեպորտաժը, ուզում եմ ասել, որ դու Սասնա ծռեր էպոսի ցռան վերգոն ես։ Հիշի դա ու այդ գիտակցությամբ էլ ապրի։ Նմանատիպ իրավիճակ, բացի տարբերություն նախորդի, այս դեպքում երկրորդ մեքենան գտա։ Էն էլ ավելի լավա չգտնեի։ Ստեղ էլ էր փորձ արվում կատարվածի մասով նույն արդարացումը բերել, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Կեսօրին մոտ Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհատվածում վերգետնյա անցումի հարևանությամբ, ինչպես տեսնում եք, իրար են բախվել Hyundai-ն ու Bid-ը։ Ով այս ճանապարհին ծանոթ է, կհաստատի, որ այստեղ վարորդները սիրում են արագություն զարգացնել, բայց դրա հետ մեկտեղ պետք է նաև կարողանալ մեքենան կառավարել, ինչը փաստորեն ոչ բոլորի մոտ է ստացվում։ Ինչպես տեսնում եք, բախման հետևանքով էլեկտրամոբիլը կողաշրջվել ու հայտնվել այդ ճանապարհի մեջտեղում, իսկ Hyundai-ին գլխիվայր է շրջվել։ Այս պատարի մեջ էլ միակ ուրախալի լուրը այն է, որ վարորդները լուրջ վնասվածքներ չեն ստացել ու հրաժարվել են բժշկական օգնությունից։ Չնայած ասել եմ ու կասեմ, որ անկախ ձեր զգացողություններից ու վիճակից պետք է միանշանակ գնալ հիվանդանոց, ներքին արյունահոսություն ու նման կարգի բաներից ոչ ոք ապահովագրված չէ։ Ինչևէ, ինչպես նախորդ դեպքում, այս անգամ էլ Hyundai-ի վարորդը նշել է, որ ինչ-որ մեքենա է իր համար խոչընդոտ ստեղծել։ Ինքն էլ խուսափելով վթարային իրավիճակից փորձել է մանևրել, սակայն մեկ այլ փորձանքի է հանդիպել։ Սակայն որոշ ժամանակ անց, ստանալով վթարի բացառիկ կադրերը, հարցականի տակ է սառնում Hyundai-ի վարորդի խոսքերը։ Ես իհարկե կարող եմ երկար մեկնաբանել կադրերը, բայց թող դա անեն իրավապանները, որովհետև չի բացառվում, որ գործը գնա դատարան, իսկ այդ դեպքում մեկնաբանություններս կարող են իմ դեմ ուղղվել, թեև ամեն ինչ էլ պարզ է։ Տեղեկացա նաև, որ Bid-ը վարել է Աչափնակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանը։ Փաստորեն, ձախորդությունները Գևորգի հետևից ընկել ու պոկ չեն գալիս։
Երանի քո հավեսին աղջիկ ջան, ես էլ կուզեի տենց անդարդ մանգայ, բայց ինչ անդարդ, երբ դարդերը նոր են սկսվում, նկատի ունեմ մավան ելքով պատահարները, որոնք կազմում են տեսանյութի ուղիղ կեսը, ու սկսեմ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի իսրայելյան փողոցում տեղի ունեցած վրայերթից, երբ այս կամ այն դժբախտ պատարից երեխա է մահանում, մի տևական ժամանակ ինչ չեմ գտնում, էլ չեմ խոսում այս կարգի պատահարի մասին, երբ երեխային վրայերթի ենթարկողը Կամազն է։ Երևի հասկացաք, որ երեխային իսկ տվյալ դեպքում խոսքը 13-ամյա աղջնակի մասին է։ Վրայերթի ենթարկելուց հետո Կամազը բախվել է քարե պարսպին եւ կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։ Չգիտեմ, արդյոք բեռնատարի այս վիճակում հայտնվելու պատճառը այն է, որ վարդը փորձել է խուսափել վրայերթից, թե այդուհանդերձ մեքենայի արգելակները չեն պահել, կպարզի նախաքննությունը։ Փաստն այն է, որ անչափահաս աղջնակը վրայերթի հետևանքով տեղում մահացել է։ Փրկարարներն էլ մի տևական ժամանակ հատուկ տեխնիկայի օգնությամբ փորձում էին մեքենայից դուրս բերել վարորդին։ Գազախողովակն էլ վնասվել, հա։ Իսկ պատասխան փլուզել է, էլի։ Գոնե երեխան բան չլներ, խեղճ երեխան։ Տասից հետա ուրախ-ուրախտում։ Լվացում են անում, բայց մի հատ քննիչից ճշտեք, կաղա, ավսոտ, որտեղ հետքերը բանը նկարելու համար էլի քննիչը։ Լավագույն ցանկության դեպքում էլ հետքերը չեն կորի։ Կամազի վարդը նենց ավերածություն չի գործել, որ հետքերը կորեն։ Երբ հիվանդանոցից դուրս գա, պարտավոր է մի շարք հարցերի պատասխանել, ասենք, արդյոք մեծ արագություն է ունեցել, երբ է վերջին անգամ մեքենան ստուգել կամ իր տեսողությունը ստուգել։ Նաև պետք է որոշակի բացատրություններ տա երեխայի սքացող ծնողներին։ Այո, անկախ ամեն ինչից մեղքը վարորդինն է, ու նա պետք է դրանով ամբողջ կյանքն ապրի։ Թե երբ են բեռնատարների վարորդները հասկանալու, որ այդ անտերը քշելը թթութան չի, ամեն մարդու բան չի, չգիտեմ։ Ումա ծանոթ սենց խոսակցություն, ադեսրանք չեն կարում ասֆալտը գիշերը փռեն, երբ մեքենա չկա, ինչու գիշերը գծանշումներ չեն անում, ծանոթ խոսույթա չէ, ես էլ եմ շատ լսել ու համաձայն եմ, որովհետև հակառակ դեպքում փողոցներում խցանումներ են առաջանում ու ոչնչանում վարորդների նյարդային համակարգը, դե հիմա ուշադրություն, գիշերը 2-ի սահմաններն է, Աշտարակի խճուղու Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100 կոտորակ 6 հասցեի դիմացի հատվածում ենք։ Ափալ-թափալ հասել եմ Ազանգի հետքերով, թե բա շուտ հասի, մահացու ելքով վրայերթա, վարորդն էլ փախուստի չի դիմել։ Այս գծանշում անորներն են երևի։ Լկտի ձևի ակշել արասա։ Իսկ գիտեք ումա այս Նիսանի 32-ամյա վարորդ Հայկը վրայերթի ենթարկել, ճանապարհին գծանշում իրականացնող Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդանին։ Այո, գիշերը ժամը 2-ի սահմաններում, բա անընդհատ չենք պահանջում գիշերը իրականացնել նման աշխատանքներ, հենա իրականացնում են։ Իսկ դու ինչ իրականացրիր, պարոն Հայկ, ու եթե հաշվի ենք առնում փաստը, որ հարվածի հետևանքով մահացածը 80-ից 100 մետր շպրտվել էր, իսկ վրայերթից հետո Նիսանը նաև անցել էր բաժանարար գոտին, կոտրել ծառն ու հայտնվել դեպի Երևան ընթացող ճանապարհին, կարելի է պատկերացնել, թե ինչ արագություն է զարգացած եղել Նիսանի վարորդը։ Կա որոնք բանը լրիվ ապահովված եղել անվտանգություն, բաները դրած է եղել։ Բա դու չես տենում հերվից պարեկայինի ավտոները կանգնած, այսքան շպրտի արա։ Աստեղից ինքը դուրս է եկել, նայ, բազալտե եզրաքարին։ Ինչքան հարված ուժ եղել, որ աշխատողին շպրտի նայ որտեղ։ Այո, արագությունը երբեք էլ խեր չի բերի, այդուհանդերձ վարորդը իսկապես փախուստի չէր դիմել, նրան ենթարկել են սթափության փորձաքննության, պարզվել էր, որ սթափ է, ու չեմ կարողանում հասկանալ, եթե մահացածը գործընկերների հետ գծանշումներ կատարելիս պահպանել են անվտանգության անհրաժեշտ բոլոր կանոնները, տեղադրել էին նշաններ, լուսային փարոսիկները, միացված ծառայություն էին կատարում պարեկները, ինչպես է Հայկը նման դժոխային արագության պատարի հեղինակ դարձել։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ղեկին աչքը կպած է եղել, թեև մյուս կողմից էլ այդ ժամերին վարորդները սիրում են դժոխային արագություններ զարգացնել։ Լնային ներքի դույլը ինչ է եղել, նայ,
Չկա արքելակման հետ ընդհանրապես չկա։ Եվ վերջում Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ավտոպատահարի մասին։ Չմեռանք, այս կամրջի վրա էլ վթարի ականատես եղանք։ Էն էլ այնպիսի վթարի, որը ողբերգական ավարտ ունեցավ։ Այ մարդ, ես չեմ հասկանում։ Երեկոյան 21:50-ի սահմաններում, երբ այս հատվածում ծանրաբեռնված երթևեկությունը, ոնց կարող ես մեծ արագություն բացես, որ այս օրն ընկնես։ Ուղեղիս մեջ իրոք չի տեղավորվում, ժողովուրդ ջան։ Այդուհանդերձ, փաստն է, որ BMW-ի, Nissan-ի ու Mercedes-ի բախումն այնքան ուժգին է եղել, որ BMW-ն հայտնվել էր կամրջին տեղադրված երկաթե պաշտպանիչ խողովակի վրա։ Շատ լուրջ վնասվածքներ է ստացել նաև Nissan-ը։ Քանի ավտոյա։ Այս երկուսն է, չէ։ Իրավապանները կպարզեն շղթայական վթարի պատճառը, իսկ հա վիճակագիրները արդեն պարզել են, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն։ Նրանց բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարները դադարեցրել էին BMW-ից դիզ վառելիքի արտահոսքը։ Պատկերացնում եմ, եթե դեպքի վայր հասնեի մի քիչ շուտ, սարսափելի ինչ տեսարանի ականատեսն էի լինելու։ Ասացին, որ վիրավորների վիճակն այնքան լավ չէ, հատկապես BMW-ում գտնվածների։ Ցավոք, հորատեսական կանխատեսումները զուր չէին։ 3 վիրավորը, հա։ 7-րդն է, չէ, 7-ն է, հա։ Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Խոսքը BMW-ի ուղևորի 23-ամյա Լորիսի մասին է։ Հետաքրքիր է, որ եթե Nissan-ի ու Mercedes-ի վարորդների ինքնությունը հայտնի էր, ապա դեպքից մի օր անց էլ իրավապաններին չէր հաջողվել պարզել, թե ով է եղել BMW-ի ղեկին։ Իհարկե, դա պարզելը ժամանակի հարց է։ Չգիտեմ, գուցե վիրավորներից մեկն է եղել ղեկին։ Փաստն այն է, որ Կիևյան կամրջին վթարի դեպքի մասին չգիտեմ էլ երբ ենք լսել, որ ասում եմ, սա խառնվել է իրար, չեք հավատում։ Այստեղ է բախվել, էսի արդեն հովացում եք, չէ՞ անում։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ ֆարող չոքով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք դեկտեմբերի 7-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։